Նախ օրվա առիթով այսօր Օրվա առիթով բոլորիս հայտնի է պատերազմի, հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին օրը նվիրված։ Պետք է հիշենք մեր պապերին, մեր ծնողներին, իմ հայրն էլ ժամանակին ճիշտ է մասնակցել է վերջի տարում, բայց մեկ է ինքը մասնակցել է հայրենական պատերազմին։ Մարդիկ արել են ինչ որ կարող էին, ինչ որ հնարավոր էր։ Գիտեք, հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի։ 600,000 մասնակից ունի հայրենական պատերազմի, որից 300,000-ը նահատակվել են։ Բացի հայրենական պատերազմից տարիներ շարունակ նշվում էր Հայաստանում եռատոն, նաև Շուշի ազատագրում։ Նշվում էր եռատոն, մենք այն տոներից մի մասը Շուշիի գրավում բան, ոնց որ թե պետք է հետաձգենք, մինչև նորից կգա այդ պահը, որ մենք նորից կտիրապետենք նրան, ինչը մեզ է պատկանում։ Հավատում եք այդ օրվան Արցախ վերադարձ։ Ես հենց հավատս կորցնեմ, իմաստը կկորի ապրելու։ Հենց որ ես միշտ հավատում եմ, որ կգա այդ պահը։ Խելամիտ գործողություններ են պետք։ Ինչ ճանապարհով։ Օրինակ ով պետք է միավորի, Վազգեն Սարգսյան կար առաջ, ով միավորեց ու բանակ ստացեց։ Ասեմ դες գիտեք ոնց ամեն ինչը ինք գործողություն է, իրանց ներկայացումը գործողության հերոսներ կճարվեն։ Շատերը չեն ճանաչում, թե նոր դեմքերի, նոր մարդկանց։ Այն ժամանակ էլ այդ մարդիկ ճանաչված չեն եղել։ Նրանք էլ հետո հայտ եկան գործողությունների թելադրանքով։ Միշտ իրավիճակը, երբ որ ստեղծվում է պետության մեջ, երկրում, ժողովրդի մոտ, հայտնվում են այն ակտիվ մարդիկ, այն նվիրյալները, որ իրանք էլ ղեկավարում են այդ պրոցեսը։ Այդ մարդիկ հիմա էլ կան, անպայման։ Ես չեմ կարծում, թե արդեն վերացել է հայ ժողովրդի մեջից նվիրյալները վերացել են 100 տարի առաջ էլ Անդրանիկը բան հոնրանք զինվորական չէին ծնվել ու դաստիարակվել։ Իրանք սովորական մարդիկ են, արհեստի մարդ էին, գյուղի մարդ էին, ինչ որ բան։ Եկավ պահը, իրանք կարիքը կար, իրանք հանեցին մի հագուստը, փոխեցին զինվորական հագուստով, դարձան նվիրյալներ ու տենց այդ գործը իրանց վրա վերցրեցին։ Այդ մարդիկ հիմա էլ կան, մի ուրիշ գործով են զբաղված, որտեղ այս պահը չի թույլ տալի, որ նման գործողություն։ Համար ի՞նչն է խանգարում։ Դե իրավիճակը քաղաքական, միջազգային, այնց չի, որ մենք անցնենք այդ գործողությանը։ Մեր մոտ նպաստավոր չի այդ պահը։ Հիմա կգա երևի նպաստավոր իրավիճակ, 90-ականներին եղել է, չէ՞, նպաստավոր իրավիճակ։ Դե եղավ նպաստավոր իրավիճակ, այդ գործողությունները տեղի ունեցան, մեր ժողովուրդը ցավոք սրտի հետագայում համախմբվելու փոխարեն ամեն մարդ իրանի հետևից վազեց, ընդհանուրը մոռացան, դարձավ անհատական շահը, որտեղ մենք կորցրեցինք ընդհանուր ազգային շատ բաներ։ Հիմա նորից կգա իրավիճակը, որ կթելադրվի։ Ես չեմ կարծում, որ մի երկիր ինքն իրանով կարա լուրջ փոփոխություններ մտցնի տարածաշրջանում, աշխարհում բան։ Նման բաներ կարան իրանց թույլ տան շատ խոշոր երկրները։ Մենք պետքա մանևրենք մեր տարածաշրջանի աշխարհի քաղաքականության մեջ։ Հիմա խելացի կմանևրենք, շատ կօգտվենք։ Ոչ խելացի կլինենք, միևնույնն է, կարող է ինչ որ փոփոխություններ մեր համար դրական լինի, բայց կորուստները շատ կլինեն, ճանապարհը սխալ կլինի, ճիշտ ճանապարհով չենք մոտենա նպատակին, էլի, բայց հույս ունենք, որ կգա այդ ժամանակաշրջանը։ Ինչպես եք վերաբերվում կամ ինչպես կգնահատեք օրինակ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Շուշեցի քարտուղարի խոսքերը, որ այսօր նշեց իր համար եռատոն չէ այլևս։ Սա ինչի հետևանք է, սրանով ինչ են փորձում ցույց տալ։ Դե ինքը ճիշտ ասած, թե ինչ էր ուզում ասել, երևի ինքը մենակ կարա մեկնաբանի, բայց ես հասկացա, որ ինքը տոներից որոշ տոներ փաստորեն հաշմավորել գոյություն չունի, ինքը տենց է մտածում։ Բայց միևնույն է, հայրենական պատերազմի հաղթանակի տոնը առայժմ ոչ ոք մեզանից չի խլել։ Շուշիի մասով։ Դե ինքը հաշվում է, որ Շուշին եթե կորցրել ենք, նրա գրավելու տոնը արդեն իմաստ չունի։ Երևի տենց է ինքը հասկացել։ Նորմալ է դա ձեր համար։ Չէ, դա պատմություն է։ Պատմությունը չենք մոռանում։ Հիմա շատ բան ենք կորցրել, բայց չենք մոռանում։ Մենք Ղարսը մոռանում ենք, մյուս բաները մոռանում ենք, չէ։ Իրավունք էլ չունենք մոռանանք։
Մարդը իր ազգի պատմությունը մոռանալու իրավունք չունի։ Պետական մակարդակով, բայց դա է նույնիսկ։ Ինքը չի ուրախանում այս պահին դրա համար։ Ունեցածը կորցնելուց չեն ուրախանում, բայց մոռանալ իրավունք չունի։ Պետական բայց մակարդակով այդ մոռացության Մակարդակով այդ պետության այդ այրերը ես դες ասեմ իրանք հավիտենական չեն։ Պետական այրերը հայտնվում են, պետական այրերը հետո գնում են, հայտնել չի ինչ են դառնում։ Ես իրանց վրա չեմ հիմնվում, մեկ ամենք պետքա դաստիարակվենք, ոնց որ ճիշտ կլներ որ դաստիարակվեինք, փոքր տարիքից մինչև 50 տարի։ Երբ որ սկսենք նորմալ դաստիարակություն ստանալ, կրթություն, դաստիարակություն, ամեն ինչ իր տեղը կընկնի, ամեն ինչին ճիշտ անուն կդնենք, ճիշտ գնահատական կտանք։ Իսկ այսօրվա խաղաղությանը հավատում եք, որ կլինի խաղաղություն։ Թող խաղաղության պայմանագրը։ Ես ճիշտ այս տարիքից այդքան տեղեր սովորել եմ, կրթություն եմ ստացել, ոչ մի տեղ չեմ տեսել, որ փաստաթղթով ա եղել խաղաղությունը։ Եթե պատմությունից հիշում եք, Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիրն եղավ, չէ, չհարձակման Խորհրդային Միություն եւ Գերմանիա, բայց բոլորս էլ գիտենք, թե դրանից հետո ինչ եղավ։ Այդ պայմանագրերը մի քանի նպատակով կարան լինեն՝ դիմացինին թույլատնելու, միամիտ վիճակի հասցնելու, խաբելու եւ այլն։ Մեզ խաբում են թույլատնելու։ Խաղաղությանը մի պայման կա։ Եթե դու ուժեղ ես, քո հետ ոչ ոք չի ուզում կռվի։ Եթե դու բանի պետք չես արդեն քո սաղ արժեքները կորցրել ես, պատմությունը, դաստիարակված վիճակը, կրթությունը, պատրաստվածությունը, մենք պետքա պատրաստվենք։ Պատրաստվենք ամեն ինչի։ Երեխան որ ծնվեց, սկսում է մեծանալ, ինչ են անում, իրան պատրաստում են կյանքի բոլոր դժվարություններին։ Եթե մտածենք, որ օրերից մի օր էլ կարկուտ չի լինելու, լինելու է հաստատ, անձրև չի լինելու է քամի եւ այլ, չէ։ Ինչ ենք անում, ասում ենք կարա եւ լինի, եկեք պատրաստենք։ Ամեն ինչին պետք է պատրաստենք ու պատերազմ հաստատ չի լինի։ Կամ եթե լինի, մեր օգտին է լինելու։ Պատրաստված մարդը երբեք չի տուժում։ Տուժում են չպատրաստվածները։ Դուք նշեցիք, որ այդ խաղաղության պայմանագրեր կոչված է թույլատնելու, խաբելու համար է։ Հիմա մեզ այդ ճանապարհով է տանում իշխանությունը։ Այսինքն մեզ համոզում են, որ խաղաղության պայմանագրերը կասկածում եմ, որ որևէ մեկ էս ներկաներից գիտի իշխանությունը մեր որ ուղղությամբ է մեզ տանում։ Երևի մենակ իշխանությունը գիտի, որ ուղղությամբ է տանում, բայց մենք ճիշտ ասած գտնվում ենք մի կիսախավար տեղում, որ չգիտենք որտեղից է ելքը եւ լույսը։ Այ երբ որ հանգարտ մի թեթև կզգանք ելք, բոլորս կգնանք այդ ելքի ուղղությամբ։ Շատերի համար այս իշխանություններին հեռացնելն է ելքը, Արցախի վերադարձ եւ այլն։ Իշխանությունների հետ են կապում, դուք եք այդ։ Դե շատերի համար եթե նման կարծիք ունեն շատերը, հեսա կմոտենա ընտրություններ, թող շատերը իրենց կարծիքը ցույց տան այդ ընտրություններին։ Ես չեմ կարծում, թե կարծիքը նյութական կդառնա, եթե մենք այդ կարծիքը պահենք մենակ մեր գլխի մեջ։ Կարծիքը պետք է սկսի նյութական դառնալ, երբ որ մենք բոլորս համախմբենք նույն կարծիքը ունեցողներով։ Եթե չենք համախմբվում, հիմա դուք կասեք ամերիկացիները մեզ կօգնեն, մյուսը կասի ֆրանսիացիները, դա կմնա մեր միտքը, մեր ուղեղում։ Որպես ցանկանում եք իր իշխանությունը։ Ես ցանկանում եմ ինչ-որ մի լավ բան կատարվի։ Նույնիսկ եթե իշխանությունը հանգարտ ինչ-որ մի հնարքով մի լավ բան կանի մեր երկրի, մեր ժողովրդի համար, ես կվազեմ իրանց հետևից, որտեվ ես չեմ ուզում մարդկանց շերտերի բաժանենք, որովհետև այդ շերտերի բաժանելուց սկսեց այս ամենամեծ չարիքը, սևեր, սպիտակներ, չգիտեմ, տարբեր որակներ տվեցին մարդկանց, այդ որակները ես չեմ ընդունում։ Բոլորս մի ժողովուրդ ենք, նույն ծրագրով պետք է գործենք, նույն իրավիճակներից օգտվենք։ Հիմա եթե մեկը կա, որ լավ ելք կգտնի, թող ինքը գտնի։ Ուղղակի այսօրվա դրությամբ մարդիկ չեն տեսնում ելքերը։ Մտածում են, որ կարա նման ելք լինի, բայց ինչպես քիչ է վերջնարդյունք ցանկանալը, այդ վերջնարդյունքին հասնելու ճանապարհներն են կարևոր։ Ինչ միջոցով հասնենք վերջնարդյունքին։ Մեկն ասում է, այս երկրի հետ համագործակցենք, մյուսը մի ուրիշ երկրի, բայց դրանք էլ են փոփոխական, այդ բարեկամ երկրները կարան արագ փոփոխվեն։ Մնայուն է մենակ ներքին ուժը։ Մենք պետք է ստանանք ուժեղ հոգեբանությամբ, ուժեղ պատրաստվածությամբ երկիր։ Բոլոր ասպարեզներում մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, համախմբենք, չասենք նախկինի այն նախկին իշխանության ժամանակ ինքը թաղապետ էր, անպետ մարդ է, չկա տենց բան։ Այն ժամանակ իր մեջից բացահայտվեց վատ որոշ գծեր,
իրավիճակից ելնելով։ Հիմա այդ նույն մարդը ուրիշ իրավիճակում է, կարա ուրիշ գծերի հայտ գա։ Պետք է համախմբենք վատ ուղղություն բռնածին վերադաստիարակենք, վերաբացատրենք, միգուցե ինքն էլ է փոխվել։ Զինվորականներին են նսեմացնում, դուք թաղապետից եք։ Զինվորականներին նսեմացնում են, որովհետև հաշվում են, որ վերջին 20 թվականի իրադարձությունների ժամանակ իրանք շատ пассив դիրք են գրավել, չեն արել այն ինչ որ կարող էին։ Երբ որ հա իմ կարծիքն է, ես կարծում եմ, որ մենք ոչ թե թույլ էինք պարտվեցինք, այլ համախմբված չէինք։ Չարեցին, անուններ ասեք։ Ով անուններ, իրանք իրանց մասին ասում են, էլ պետք չի իրանց անունները նշել։ Ես ինչքան բարձրաստիճան են, այնքան մեղավոր եմ հաշվում։ Հասարակ զինվորները հակառակը շատերը, ես էլ աշակերտներ եմ ունեցել, շատերը իրանց զոհել են, դիրքը չտալու համար թասիբից ելնելով, արժանապատվությունից ելնելով, զինվորը մնացել է մինչև զոհվի, մինչև պամպուշտը պրծնի, բայց կարաք նշեք մի հատ գեներալ, որ մնաց իր կաբինետում, իր շտաբում, մինչև զոհվեց, չեք գտնի մեկին, ինքը շուտ է փախել իր դիրքից, այն էլ նրա դիրքն էր, չէ, գեներալի դիրքը պարտադիր չի Սարի Գագաթին լինի, կարա լինի շտաբում, ով մնաց վերջում իր դիրքին։ Նման գեներալներ Հայաստանում։ Ես ինձ թվում ընդհանրապես գեներալներ շատ կան, որ այդքան պետք չեն, բայց նման գեներալներ։ հա, նմաններ ինձ թվում է կլինեն։ Ոչ թե կլինեն, հաստատ կան։ Եթե ինչ որ միտեղ ցուցագրի թե որ տարածքում էր այդ ժամանակ, արդեն մենք կոնկրետ կիմանանք, այդ բոլորը ինչ որտեղ ոնց որ թե չի ասվում, թե որտեղ էր գտնվում։ Ճիշտ կլինի, որ ասվի որտեղ է գտնվում, զինվորը դիրքը լքում է, հաշվում են դավաճանեց, չէ՞։ Ասում են դու ոնց քո պոստը թողեցի, քո դիրքը թողեցի։ Իրանք չունեն դիրքեր։ Իմանանք ով որ դիրքում էր եւ չմնաց մինչեւ վերջ։ Այդ ժամանակ խոսակցությունը ուրիշ բնույթ կկրի։ Նենց որ մարդուն անձով բնորոշենք, ոչ թե ուսադիրով։ Բոլորս էլ լավ գիտենք, որ ուսադիրը չի որոշում։ Շատ հերոս տղաներ ունեն, որ ոչ գեներալ են, ոչ էլ գնդապետ էին, բայց իսկական տղա էին։ Այդ 90-ական թվականներից սկսած առանց ուսադիրի հերոս մարդիկ կային, չէ՞, ուսադիրը ինչ է փոխում։ Ուսադիրը նկար է, էլի, արտաքինն է մենակ, գլուխն է, չէ՞։ Հիմա ինձի որ աշխարհի չեմպիոնի մեդալներ բան կախենք, ես կդառնամ աշխարհի չեմպիոն, չեմ դառնա։ Կներկանա։ Ես պետք է հանդես կամ տենց ներկայանամ։ Ես հիմա թոշակառու եմ, աշխատում եմ թիվ 38 դպրոցում, երեխաներին եմ փորձում դաստիարակեմ, կրթեմ, իրանց մեջ արթնացնեմ, խոշորացնեմ այն փոքր հատիկը, որ կոչվում է հայրենասիրություն։ Դպրոցներից, բայց օրինակ հերոսների նկարները հանել են տալիս։ Ով է ասում, ես մեր մոտ տենց բան չկա, մենք բոլորին էլ պահպանում ենք, միշտ հիշում ենք նրանց, գնում ենք նրանց շիրիմներին, դպրոցում կազմակերպում ենք, տենց ցերեկույթներ հիշում ենք, նրանց չի կարող։ Մեր աշակերտներն են եղել մի մասը, ոնց կարանք հանենք, մոռանանք։ Չէ, տես բան կարող ինչ որ մեկը միտեղ արեց աչքին գնի, բայց մենք չենք ուզում վատ բաներով աչքին գնենք։ Մենք ուզում ենք նորմալ մարդկային կյանքով զարգացման process-ը տանենք նորմալ, ոչ թե հակառակ։ Ձեր անազգանն էլ կասեք։ Հովհաննիսյան, Վաչագան Հովհաննիսյան։